Բարի երեկո հարգելի հետևորդներ, եթերում է ABC լուրերի ամփոփիչ թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ, նախ կարևորը համառոտ։ Նոր հանդիպում Փաշինյանի և Պուտինի միջև սպասվող խորհրդարանական ընտրությունից հետո, ինչ հայտարարություններ է արել Փաշինյանը մեկ ժամ տևած ճեպազրույցի ժամանակ։ ԵԱՏՄ և ԵՄ միաժամանակ անդամակցել հնարավոր է, ինչ փուլ է մտնում Հայաստանի և Ռուսաստանի գործակցությունը։ Մայրաթոռը քննադատում է իշխանությանը, ինչ հայտարարություն է արել եկեղեցին։ Դավիթի կրթության իրավունքի համար պայքարը շարունակվում է։ Օրեր առաջ կալանավորված Դավիթի աջակիցները բողոքի ակցիա են արել դատախազության դիմաց։ Զոհեր, փլատակներ, սուկ Լիբանանում, ինչ է կատարվում Բեյրութում, Իրան-ԱՄՆ հրադադարի հաստատումից մի քանի ժամ անց։ Խորհրդարանական ընտրությունից 2 ամիս առաջ կուսակցությունները մտնում են ակտիվ փուլ։ Այս պահին ընթանում է Բարգավաճ Հայաստան կուսակցության համագումարը, ներկայացնում են առաջարկ Հայաստանին ծրագիրը։ Գագիկ Ծառուկյանն ասում է, ինքը վարչապետ չի լինելու և ՔՊ-ի հետ գործակցությունը բացառվում է։ Ես այսօր ասում եմ, որպես Գագիկ Ծառուկյան, անձնական ոչ մի հարց չունեմ, ոչ մի պաշտոնի հակում չունեմ։ Իմ ժողովրդի ցանկությունը, որ ես լսում եմ ամեն օր, գնում եմ, հավաքել եմ մարդկանց, այն մարդկանց, որ տարբեր ոլորտի լավ ինչ-որ ներկայացուցիչներ են, արդյունավետ աշխատողներ են, ձեռագիր ունեն, մարդկանց հավաքել եմ, նույն մարդիկ են ասում, մեզ պաշտոն պետք չի, կարևոր պաշտոնը չի, կարևորը պետությունն է, մյուսներն ասում են կարևորը մանդատը չի, կարևորը արդյունքն է։ Այս սկզբունքով մենք շարժվում ենք։ Ես ունեմ 3 հոգեր, հիմա 4 տեխնացու։ Ես չկամ։ Ուրեմն ձեզ ասեմ, որ դուք իմանաք, նա միաձայն չի ընտրվելու, եթե այսօր այսքան թիմը մեծ է, մարդիկ հավաքվել են, ցանկացած տեխնացու իր ապրածով, իր արածով, իր արդյունավետությամբ կներկայացնի։ Մեր ժողովրդին կներկայացնենք, ումը որ ընտրեցին, նա էլ կլինի այսօր անվանական ոչ մեկին խոսք չեմ տվել։ Մենք այսօր շատ ծանր վիճակում ենք։ Վարչապետ լինելը դա ոնց կեզ ասեմ, հաճույք չի, դա չարչանք աշխատանք է։ Ով կարանի, ով այդ փորձ ունի, այդ ծանոթության տակ եւ իմ թիմը կամաձայնվի այդ ազգանունը, դա էլ կլինի։ Հնարավոր է, որ ես խորհրդարան չմտնեմ, այո, շատ հնարավոր է։ Հաղթանակի դեպքում դուք եք լինելու վարչապետը, թե Ոչ, ես չեմ լինելու, բայց իմ կուսակցությամբ հետևելու ենք, ով կարող է անել, նա պետք է անի։ Կուսակցությունը թիմը կուռ է մի մարդու նման, մեր բոլորի ուզածը, որ համախմբված լինի, արդյունավետ լինի, որ մենք կարողանանք այս վիճակից դուրս գանք, մեր մեջ կուղենք աշխարհում եք, որ աշխարհը մեզ հարգի։ ԲՀԿ անդամ Արման Աբովյանը շեշտում է, իրենց թիմի ամենակարևոր արժեքը երաշխավորված խաղաղությունն է։ Առաջարկ Հայաստանին և պլատֆորմ և Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, այո, միշտ էլ պայքարել ենք, որ լինենք մեծամասնություն։ Դա նորմալ է, դա հասկանալի է, եթե քաղաքական ուժը չի ձգտում դառնալ մեծամասնություն, ապա դժվար է անվանել այդ քաղաքական ուժին քաղաքական ուժ։ Համենայն դեպս համոզված եմ, որ այն գործընթացները, որոնց մենք ականատես ենք, այսինքն գործընթացները, երբ որ ձևավորվում են ըստ էության մեծ միավորներ, իրենք բացի օգուտից ոչ մի այլ ազդեցություն չեն ունենա։ Համենայն դեպս թույլ տվեք ևս մեկ անգամ հնչեցնել, որ մեզ համար ամենակարևորը դա երաշխավորված խաղաղության, այո, գիտեք, սենց հատուկ եմ, երաշխավորված խաղաղություն, որովհետև կան մի զարմանս մարդիկ և ուժեր, ովքեր դեմ են այդ երաշխավորված խաղաղությունը, դե լավ, աստված իրանց չեմ ուզում ուրիշների մասին խոսել։ Համենայն դեպս երաշխավորված խաղաղություն, սոցիալական արդարություն, հանրային համերաշխություն և ամենակարևորը ատելության մթնոլորտի վերացում։
Հաստատվել է առաջարկ Հայաստանի նախընտրական ցանկը։ Պատգամավորի թեկնածուների անունների հաջորդականությունը հետևյալն է. Գագիկ Ծառուկյան, Լիաննա Մանուկյան, Հրաչյա Ռոստոմյան, Արամ Աբովյան, Միքայել Մելքումյան, Իվետ Ատոնոյան, Գևորգ Ստեփանյան, Վահե Հովանիսյան, Էլինար Վարդանյան, Սուրեն Սուրենյանց, Մարտուն Գրիգորյան, Մետաքսիա Բաբայան, Արմեն Մանուկյան, Արա Այվազյան, Լուիզա Սարգսյան, Անդրանիկ Թևանյան։ Համագումարը դեռ ընթանում է, մեր նկարանող խումբը այնտեղ է, ուղիղ միացմամբ հետևենք, թե ինչ է կատարվում։ Ասեմ մի տարի վարձավճար մի վճարեք, ձեզ հավը տանեմ, կայացել են մի տարի հետո դիմել են պարոն Ծառուկյան ջան, դզվել ենք, որոշ պարկեր փակել ենք, որ մի տարի էլ երկարացնես, շատ լավ կլինի։ Ես մի տարվա տեղը 3 տարի, 2 տարի էլ ավելացրել եմ, 1000 հատ խանութ, ամեն խանութ 150-ից 200,000 դրամ վարձավճար է վճարում։ Մենակ մարդիկ, որ լավ ապրեն, ասեն 1000 հատ խանութ մոտ 3 մարդ պետք է աշխատեն, ասենք 3000 ընտանիքի, գնացեք հարցրեք, կա այդպիսի մարդ, աղբորը 3 ամիս անվճար չի տա, ամբողջ ժողովրդին, ասեմ 3 տարի գնացեք ձեզ ցավը տանեմ, ապրեք, վայելեք, թող պարտքերը փակեք, ջպիտը գարձեն դեմ։ Ծառուկյանը այդ մարդն է։ Ձեր տեխնացու վարչապետի կին լինի։ Ոչ։ Երբ եք հայտարարելու։ Հա։ Օրը կարող եք գոնե ասել երբ։ Թեկուզ ասում եմ կանայք ավելի նվիրված, հավատարիմ, երբեք ես խոսք եմ տվել, թույլ տվությունը բերեք, տնենք ասենք մրցույթի տեսքը, ոնց պետք է լինի հայկինը իր հագուկապով, իր տեսքով մեծ իմ համար դա մեծ պատիվ է։ Պարոն Ծառուկյան, երբ կհրապարակեք։ Ոնց որ հետո չունեք, մեկ կհրապարակեք վարչապետի տեխնատուի ձեր անունը։ Ես ասեցի Տեխնատուի անունը։ Ուրեմն երբ որ գա ժամանակը անպայման կլսեք, շնորհակալ։ Շուտ ընտրությունից հետո։ Գագիկ Ծառուկյանը նաև նշել է, որ Մարտուն Գրիգորյանի եւ Անդրանիկ Թևանյանի թեկնածությունները բացառված են, այդպես էլ չբացահայտելով իր գլխավորած քաղաքական ուժի վարչապետի թեկնածուի անունը։ Այսօր նաև Հայաստան դաշինքն է հրապարակել նախընտրական ցանկը, առաջին տասնյակում են Ռոբերտ Քոչարյան, Իշխան Սաղաթելյան, Աննա Գրիգորյան, Սևակ Խաչատրյան, Արթուր Խաչատրյան, Քրիստինե Վարդանյան, Աղվան Վարդանյան, Գեգամ Մանուկյան, Ագնես Ախամոյան, Լևոն Քոչարյան։ Ուժեղ Հայաստան կուսակցությունը ևս հրապարակել է նախընտրական ցուցակը, առաջին տեղում են Նարեկ Կարապետյան, Արամ Վարդևանյան, Գոհար Մելոյան, Դավիթ Ղազինյան, Ռուբեն Մխիթարյան, Արեգա Հովսեփյան, Մամիկոն Ասլանյան, Հայկ Ֆարմանյան, Մարիաննա Աղահրամանյան, Հայկ Սուքյասյան։ Իդեպ ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հակակոռուպցիոն դատարան, որտեղ գործը մակագրվել է դատավոր Վահե Դոլմազյանին։ Մոսկվայի հետ հարաբերություններ, ռուսական գազի հնարավոր թանկացում, Սփյուռքից եկող ներդրումներ ու նոր սահմանադրության հնարավոր փոփոխություն։ Այս թեմաներով կառավարության հերթական նիստից հետո Նիկոլ Փաշինյանը զրուցել է լրագրողների հետ։ Ամենաուշագրավ հայտարարություններից մեկը վերաբերում է Ռուսաստանի նախագահի հետ սպասվող հանդիպմանը։ Փաշինյանը վստահեցրել է, որ ապրիլի 1-ին կայացած հանդիպումը ամենևին էլ վերջինը չէր։ Նա մտադիր է ընտրությունից հետո հունիսի երկրորդ կեսին նորից տեսնել Ռուսաստանի նախագահին, հավանաբար ակնարկելով, որ այդ ժամանակ հենց ինքն է լինելու Հայաստանի վարչապետը։ Ինչ է փոխվում Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում, ինչ կլինի գազի գնի հետ եւ ինչպես է իշխանությունը պատկերացնում նոր սահմանադրության ընդունումը, ռեպորտաժում։ Հինգշաբթի կառավարության նիստից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը վերածվեց մի ամբողջական քաղաքական նորակարգի ամփոփման, Սփյուռքից եկող ներդրումներից մինչև Մոսկվայի հետ հարաբերություններ, գազի գին ու սահմանադրություն։ Նախ ներդրումների մասին վերջին տարիներին Սփյուռքից Հայաստանի Հանրապետություն ներդրումների էական ակտիվացում է նկատվում, ընդգծում է Փաշինյանը, բայց մի կարևոր բայց կա։ Եվ այսօր բազմաթիվ մարդիկ, ովքեր իրենց վերապահում են Սփյուռքի անունից խոսալ, ընդհանրապես Սփյուռքի մարդու մարդկանց հետ ոչ մի կապ չունեն, այսինքն
ինչ որ գրասենյակներ կան, խմբեր կան, ովքեր ակումբներ կան, ովքեր տենց իրանց վերապահում են Սփյուռքի անունից խոսալ։ Ընդհանրապես ես ուզում եմ պաշտոնապես ասել, որ այդ մարդիկ ընդհանրապես Սփյուռքը չեն, իրանք Սփյուռքից են անհերքելիորեն, բայց իրանք Սփյուռքը չեն։ Բայց միաժամանակ հստակ գիծ է քաշում Սփյուռքի որոշ շրջանակներ իր ձևակերպմամբ լուսանցքային են եւ էական ազդեցություն չունեն։ Հայաստանի կառավարությունը այդ կազմակերպությունների հետ ընդհանրապես ավելի կոշտ ու ավելի քիչ գործ է ունենալու եւ ի վերջո ընդհանրապես գործ չի ունենալու։ Ոչ ոք ամբողջ Սփյուռքի անունով չի խոսում, Սփյուռքը ուրեմն դարբեր շերտեր ունի, դարբեր շրջանակներ, դարբեր գառույցներ եւ դա հասկանալի է, բայց դաշնակցությունը շատ էական թերագադարություն է ունեցել Սփյուռքի գազագերբությունների համախմբման առումով։ Շարունակելով արտաքին քաղաքականության թեման, Մոսկվայից վերջերս վերադարձած երկրի ղեկավարը պատրաստվում է հունիսի երկրորդ կեսին կրկին հանդիպել Պուտինի հետ։ Նրա խոսքով ներկայում Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները գտնվում են կառուցողական տրանսֆորմացիայի փուլում եւ ինքն այդ process-ը գնահատում է դրական։ Ավելին, շեշտում է, թե բարեկամական երկխոսությունից դուրս չեն գալու եւ շարունակելու են այդ ճանապարհով։ Քանի դեռ կա հնարավորություն համատեղել այն քաղաքականությունները, որոնք մենք վարում ենք ԵԱՏՄ եւ Եվրոպական միության ուղղությամբ, մենք այդ քաղաքականությունները կհամատեղենք։ Երբ կգա անհամատեղելիության պահը, մենք կկայացնենք ժողովրդի հետ որոշումներ։ Քանի դեռ այդ պահը չի եկել, ես որևէ լրացուցիչ բան ասելու անհրաժեշտություն չեմ տեսնում։ Ռուսական կողմի վերբալ հակազդեցությունը կարծեք թե ստիպել է իշխանություններին այս փուլում գոնե թե նախընտրական ժամանակահատվածում գնալու հռետորաբանության մեղմացման։ Իհարկե ասել, որ սա կվերածվի արտաքին քաղաքական գծի, ես չէի շտապի, ընդհակառակը կարծում եմ սա ոչ թե արտաքին քաղաքականության մասին է, այլ սա ներքին քաղաքականության մասին է եւ լիովին տեղավորվում է նախընտրական հռետորաբանության մեջ։ Լրագրողների ուշադրության կենտրոնում նաև ռուսական գազի գնի հնարավոր թանկացումներ։ Ինչ կանի Հայաստանը այդ դեպքում։ Փաշինյանը մեկ պատասխան ունի։ Շվեյկը ասում էր, եթե իմ մորաքույրը տղամարդ լիներ, ես նրան քեռի կասեի։ Հիմա գալիս եք եթե։ Իսկ եթե չլինի, ինչ են անելու նրանք, ովքեր հիմա ասում են, որ եթե լինի, ինչ է անելու կառավարությունը։ Հայաստանը վաղուց պատրաստ է բոլոր սցենարներին, բայց ելի ուզում եմ ասել, որ ամեն դեպք պետք է խորանալ, փաստական հանգամանքը նայել։ Վերջերս հատկապես Հայաստանում շատ են խոսում տնտեսական փոխկապակցվածության եւ այլնի մասին, իբրև թե սա լուրջ քաղաքական լծակ է, որպեսզի չլինի երկրների միջև հակամարտություններ եւ այլն, սա լավագույն ապացույցն է, որ տնտեսական եւ էներգետիկ փոխկապակցվածությունը ոչ միայն տալիս է անվտանգության երաշխիքներ, այլ ընդհակառակը ստեղծում է լրացուցիչ ռիսկեր։ Սա այդ ռիսկերից մեկն է, որ դոմինանտ պետությունը ունի լծակներ քո վրա ազդելու։ Սա իրական լծակ է եւ այդ այս կամ այն պարագայում բնականաբար կկիրառվի։ Խոսելով սահմանադրության ու ներքաղաքական հարցերի մասին, Փաշինյանն ասում է, որ սահմանադրությունն ընդունելու միայն մեկ տարբերակ կա՝ դա համաժողովրդական հանրաքվեն է։ Նա բացառում է նոր սահմանադրություն ընդունելու որևէ այլ հնարավորություն։ Միաժամանակ անդրադարձել է նաև գործարար Սամվել Կարապետյանի վերաբերյալ իր հայտարարությանը, պնդելով, որ այնտեղ որևէ սպառնալիք չի եղել։ Կարծում եմ, որ որով ձեր նշած անձը այն խոստումները, որ տվել է որոշ շրջանակների, որոնք նաև Հայաստանից դուրս գտնվող որոշ շրջանակների, որոնք որոշակի բան ունեն, լծակներ ունեն նաև իր ունեցվածքի վրա, ակնհայտ է, որ ինքը իր ստանձնած պարտավորությունները չի կատարելու եւ ակնհայտ է, որ այդ ամբողջ ունեցվածքը իր ձեռքից վերցվելու է։ Եվ վերջում պատասխանելով լրագրողի հարցին, որ եթե չընտրվի վարչապետ, որտեղ է հայտնվելու, բանտում Փաշինյանը պատասխանել է, որ իր կյանքում բոլոր հնարավոր տեղերում եղել է եւ իրեն ոչ մի բանով չեն զարմացնի։ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների մասին խոսելիս վարչապետը վստահեցրել է, որ Երևանը չի պատրաստվում որևէ քայլ անել Մոսկվայի թիկունքում։ Փաշինյանը պատասխանել է նաև հարցին, թե Ղազախստանի պատվիրակության հետ քննարկվելու է Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիոն կառավարման հնարավոր փոխանցումը։
Ղազախստանը օգոստոսից ի վեր չի թաքցրել իր հետաքրքրությունը թրիփի վերաբերյալ, ինչ կարող է նրանց հետաքրքրել։ Սա միջազգային հաղորդակցության նոր ուղի է բացվում եւ գիտեք, որ Ղազախստանը միջազգային տրանսպորտային ոլորտի խոշոր խաղացողներից է, խոշոր դերակատարներից է, մասնավորապես Չինաստանից եւ դեպի Չինաստան ապրանքների հոսքի առումով եւ Ղազախստանի մեր գործընկերները այդ հարցը մենք նաեւ իմ այցի ընթացքում ենք քննարկել, փորձում են հասկանալ առավել առարկայական թե տրանսպորտային ինչ հնարավորություններ են բացվում եւ ինչպես է դա անդրադառնալու եւ ինչ նոր հնարավորություններ են բացվում իրենց համար եւ այս թեմայով Ղազախստանը միակ երկիրը չի ակնհայտորեն որ հետաքրքրված է բազմաթիվ երկրներ հետաքրքրված են եւ մենք այսինքն հրապարակային process է գնում եւ մենք չենք պատրաստվում բնականաբար թաքցնել մեր գործընկերներից եւ բնականաբար մենք այդ թվում Ղազախստանին պիտի հրավիրենք պատրաստ լինել Հայաստանով անցնող տարանցիկ ուղիները օգտագործել իրենց արտահանումների, ներկրումների եւ իրենց կողմից մատուցվող տրանսպորտային ծառայությունների շղթայի մեջ դիտելու համար։ Նշեմ, որ Պուտինի եւ Փաշինյանի հանդիպումից հետո Ռուսաստանը հստակ նշել է. միաժամանակ ԵԱՏՄ-ին եւ ԵՄ-ին անդամակցել հնարավոր չէ։ Հաշվի առնելով վերջին հայտարարությունները, ինչ փուլ է մտնում Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունների զարգացումը։ Մեր տաղավարում իմ գործընկեր Գառնի Մութաֆյանի հետ զրույցում այս հարցին անդրադարձել է միջազգայնագետ Հայաքվե ազգային քաղաքացիական միավորման անդամ Մենուա Սողոմոնյանը։ Սա Ռուսաստանի կողմից պրեստիժի քաղաքականության դրսևորում է, այսինքն պետք է ինչ-որ կերպ պատասխան տրվի, իրենց հանրությանն էլ է, չէ, հետաքրքրում, որ եթե Հայաստանի խորհրդարանում հակառուսական այդպիսի կոշտ հայտարարություններ են արվում, եթե Հայաստանում ինչ-որ հիմար օրենք է ընդունվում Եվրոպական միությանն անդամակցելու վերաբերյալ, երբ որ դրա հիմքերը, նախադրյալները բացարձակապես գոյություն չունեն, ռուսական հանրությունը իր իշխանություններից ինչ-որ բան սպասում է, որ պետք է այս ամենի վերաբերյալ ինչ-որ բան ասվի։ Եվ այդ ասվել է եղավ, այդ կոշտ հայտարարությունների ձևով արձագանք որպես։ Բայց ընդհանուր առմամբ նշված հայտարարությունների բովանդակությունը ինքը տրամաբանական բովանդակություն է, որովհետև հնարավոր չի լինել եւ ԵՄ-ի մեջ եւ ԵԱՏՄ-ի մեջ։ Չես կարող երկու կին ունենալ կամ երկու ամուսին ունենալ։ Կամ ունենալ մի կին կամ ամուսին ու ասել, որ գիտես, ես այն մեկին եմ ուզում ու մինչև այն մեկի հետ հարաբերություններս վերջնական չկարգավորեմ, քո հետ չեմ բաժանվելու։ Իսկ Մայրաթոռը կոշտ հայտարարությամբ մեղադրել է իշխող ուժին հակաեկեղեցական քաղաքականության համար, շեշտելով, որ վերջին գործողություններն ու նախընտրական խոստումները մեկ անգամ եւս ցույց են տալիս իշխանության ամբողջ հակաեկեղեցական հայեցակարգը։ Կուսակցության նախընտրական ծրագրում եկեղեցու բարենորոգման, կանոնադրության վերանայման, ամենայն հայոց կաթողիկոսի հեռացման եւ կաթողիկոսական նոր ընտրության անցկացման պարտադրվող օրակարգի ամրագրումը սահմանադրական կարգի, եկեղեցու ինքնակառավարման իրավունքի, խղճի ու կրոնի ազատության միջազգային հիմնարար սկզբունքների բացահայտ ոտնահարում է։ Եկեղեցու դեմ ակնհայտ ապօրինի գործողությունները շարունակելու նախընտրական խոստումներով եւս մեկ անգամ դրսևորվում է իշխող քաղաքական ուժի գաղափարախոսության հակաեկեղեցական ամբողջ էությունը եւ նպատակը։ Իսկ հիմա կառավարության նիստի մասին։ Կառավարության նիստում ընդունվել են նաև մի շարք սոցիալական եւ տնտեսական որոշումներ։ Մասնավորապես որոշվել է փոխհատուցում տրամադրել 2023 թվականի սեպտեմբերի 19-ից 20-ի մարտական գործողությունների հետևանքով զոհված եւ եռաբլուր զինվորական պանթեոնում հուղարկավորված զինծառայողների 8 ընտանիքների։ Խոսքը վերաբերում է այն ընտանիքներին, որոնք իրենց միջոցներով են պատրաստել եւ տեղադրել շիրմաքարեր։ Կառավարությունը նաև որոշել է աջակցել գյուղատնտեսական ոլորտին։ 2026-27 թվականներին ագրոպարենային ոլորտի ներկայացուցիչներին կտրամադրվեն անտոկոս վարկեր։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի խոսքով ծրագրի նպատակը գյուղատնտեսական եւ վերամշակված արտադրանքի ծավալների ավելացումն է։
Նրանք որոնք որ էական չի, չգիտեմ, ճագարաբուծությունից մինչև թռչնաբուծությունից մինչև տոհմային անասնապահություն կամ ավանդական բուսաբուծությունից մինչև ինտենսիվ բարձր տեխնոլոգիական գյուղատնտեսություն զբաղվում են, իրենք կարող են այս ծրագրով օգտվել եւ որն է ամենակարևոր կետերից մեկը առանձնահատկություններից մեկը այս ծրագրի, սա հատկապես վերաբերվում է փոքր գյուղատնտեսական տնտեսություններին, որոնք հասկանալի պատճառներով օբյեկտիվորեն հաճախ հնարավորություն չեն ունենում շատ մեծ ներդրումներ իրականացնել եւ տեխնոլոգիական գյուղատնտեսության մեջ եւ սա հնարավորություն է տալիս մատչելի ֆինանսական ռեսուրսներ ապահովել ագրոպայանային ոլորտում գործունեություն ծավալելու համար ծրագիրը նախատեսված է 26-27 թվականների համար յուրաքանչյուր շահառուին տրամադրվող վարկային սահմանաչափը այս ծրագրով պարոն վարչապետ 1-ից 2 միլիոն դրամ է այսինքն նվազագույնը 1 միլիոն դրամ առավելագույնը 2 միլիոն դրամ եւ ամբողջ տոկոսադրույքը կառավարությունը սուբսիդավորում է բայց ծրագրի պայմանն է որ տոկոսադրույքը պետք է լինի առավելագույնը 14%, այսինքն կառավարության ծախսը չի կարող գերազանցել 14%-ային կետը եւ այդ ամբողջ 14%-ային կետն էլ կառավարությունը կսուբսիդավորի, որի արդյունքում մեր գյուղացիական տնտեսությունները 0%-ով վարկ կարողանան ձեռք բերել, վարկի մարման ժամկետը մինչեւ 3 տարի է։ Կառավարության նիստում քննարկվել է նաև Երևանի ամենօրյա խնդիրներից մեկը՝ խցանումները։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը վստահեցնում է, խնդրի լուծման համար նոր քայլեր են մշակվում։ Նրա խոսքով խցանումների հիմնական պատճառը մայրաքաղաքում մեքենաների թվի աճն է։ Երկու կոմպոնենտ կա, 3 կոմպոնենտ կա մեր ընդհանուր խցանումների հետ կապված։ Առաջին կոմպոնենտը միանշանակ ավտոմեքենաների քանակն է։ Միայն Երևան քաղաքում տարեկան մոտավորապես 12000 ավտոմեքենա է գրանցվում եւ բոլորը մտնում են երթևեկության մաս են դառնում եւ նաեւ հարակից մարզերից էլ նույնպես ավտոմեքենաները այդ թիվը չեմ բարձրաձայնում, մոտ մի այդքան էլ հարակից մարզերում է տեղի ունենում։ Երկրորդ կոմպոնենտը իրականում մեր վարելու պրակտիկան է։ Ինչքան էլ որ դա տարօրինակ չէ, այնուամենայնիվ մենք մեր շատ խցանումներ առաջանում են, որովհետև օրինակի համար վերջի վայրկյանին ընդեղին լույսի տակով անցած մարդը գնում է եւ կանգնում է խաչմերուկի մեջտեղում եւ դա էական մեծ դեր ունի, այսինքն մեր վարելու պրակտիկայում մենք բազմաթիվ խնդիրներ ունենք եւ երրորդը արդեն ձեր ասած լուծումներն են, որոնք որ կարող են այս երկու խնդիրների ինչ որ տրամաբանությամբ լուծումների դեպքում էականորեն մեղմել իրավիճակը եւ մեր տեսլականը գլոբալ առումով այն է որ Երևան քաղաքում պետք է գերակայի հանրային տրանսպորտը պետք է ունենա առանձնացված գծեր, հանրային տրանսպորտը պետք է լինի ամենահարմարավետ միջոցը քաղաքով տեղաշարժվելու համար եւ նաեւ կառավարությունը տեղել ջանք չի խնայում, ուզում եմ տեղեկացնել պարոն վարչապետ, որ 45 տրոլեյբուսները, որոնք որ ձեր հանձնարարականով եւ կառավարության ֆինանսավորմամբ Երևան քաղաքը ստանում է, մի փոքր ուշանալու են կապված Իրանում իրավիճակի հետ, բայց մայիսի կեսերին 45 տրոլեյբուսները կհասնեն Երևան։ Կառավարությունը ուշադրություն է դարձնում նաև քաղաքի կանաչապատմանը։ Վերջին 4 տարիների ընթացքում շուրջ 60 հեկտար տարածք է կանաչապատվել։ Իմ գործընկեր Սեդա Գյուրեղյանն է շրջել քաղաքով, փորձել գտնել այն հատվածները, որտեղ ծառեր են տնկվել։ Ամեն տարի 250-ից 300 միլիոն է քաղաքապետարանը ծախսում Երևանը կանաչապատելու եւ տնկիներ ձեռք բերելու համար։ Վերջին 3.5-4 տարում այդ գումարով 60 հեկտար տարածք է կանաչապատվել։ Ամիսներ շարունակ տարբեր հարթակներում Facebook-յան էջից մինչև կառավարության նիստ բարձրաձայնում է Տիգրան Ավինյանը։ Այս վերջին 4 տարիների արված աշխատանքը ավելին է, քան դրան նախորդող 22 տարիներինը միասին վերցրած։ Այդ 60 հեկտարը քաղաքի 9 տարբեր հատվածներում է, ամենախոշորները Եռաբլուրում եւ Փարոսի Բլրին, 15 հեկտար։ Ընդդիմադիր Քրիստինա Վարդանյանը հարցմամբ խնդրել էր հստակեցնել տնկված ծառերի տեսակային կազմը եւ թե որ ծառից քանի հատ է ձեռք բերվել, որ տարածքներում է բաշխվել, սակայն ստացել է միայն կանաչապատված վայրերի հասցեները եւ ծառերի անունները։ Որտեղ ուղղակի շարադրանք է տարածքների եւ վերջում գրված այն, ինչ որ մենք ի սկզբանե գրել էինք, որ ստեղծվել է 60 հեկտար, ծախսել ենք 25
000 ուրեմն բույս։ Մենք դա ի սկզբանե գիտենք։ Քաղաքապետարանը չունի նաև տնկված ծառերի քանակի վերաբերյալ հստակ տեղեկություն։ Եթե ավականու անդամի հարցմանն ի պատասխան 25000 ծառի մասին է խոսվում, Ավինյանը վերջին գործակարգավարական նիստում այլ քանակի մասին նշեց։ Երևան քաղաքի կանաչ ֆոնդը մոտավորապես 21000 ծառով եւ 60000 քառակուսի մետր տարածքով ավելացել է։ Բույսերի բաշխումն ու քանակն իմանալը կարևոր է, քանի որ վերահսկելի է դարձնում ծախսված գումարները, ընդգծում է Վարդանյանը։ Տարբեր ծառատեսակների գները կարող են տատանվել 1000-ից մինչև 100 հազարավոր դրամներ։ Օրինակ այդ կատալպաները հատ արժի ենթադրենք 100,000 դրամ, նշվել է, որ Աբովյան փողոցում մենք տնկել ենք 100 հատ կատալպա։ Մենք կարող ենք մոտնալ եւ հաշվել, որովհետեւ պատկերացրեք 100 հատ, 50 հատ, այդ 100 դրամանոց բույսերը ինչ հսկայական ծախս է բյուջետի կողմից։ Չէ՞ որ դա այնպես չի, որ Երևանցին այդ գումարները նվիրել է Երևանի քաղաքապետարանին իր հարկերի ձևով եւ ասում է ինչ ուզում եք արեք։ Մրցույթներն էլեկտրոնային աճուրդով են տեղի ունենում։ Այս տարի 15-ից ավելի մատակարար կազմակերպություններ են ընտրվել Երևանի տարբեր տարածքներում ուրբան անտառներ եւ կանաչապատ տարածքներ հիմնելու համար։ Բացի ծառերից գումարների մի մասը ծախսվում է ոռոգման համակարգի համար։ Երևանում անցկացրել է 120 կիլոմետր ոռոգման համակարգ։ Եվ բնականաբար այդ բոլոր տարածքները անջրտի են եղել եւ նախ բերվել է ոռոգման ջուրը դեպի այդ տարածք, այնուհետև բաշխվել այդ տարածքներում։ 60 հեկտարի վրա նորատուն կայգիների հիմնումը քաղաքապետարանից որակում են որպես հատվող ծառերի կոմպենսացում, բայց վերջին 4 տարում դա չի թեթևացրել ոչ օդի աղտոտվածությունը, ոչ էլ տապը։ Բացակայում է նաև վերահսկողությունը, չնայած 60 հեկտար կանաչապատված տարածքներին ու նոր տնկիներին չկան ճշգրիտ տվյալներ տնկված ծառերի քանակի ու արժեքի մասին։ Սեդա Գյուրեղյան, Տարոն Ղանդիլյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Այսօր տեղի է ունեցել Բագրատ Սրբազանի ու աջակիցների գործի վերաբերյալ դատական նիստը։ Դատարանն ավարտել է նախնական դատալսումների փուլը։ Սկսվում են 18 հարթարների գործով հիմնական դատալսումները։ Բագրատ Սրբազանը կրկին պահանջել է, որ մեղադրող կողմի ներկայացրած ձայնագրությունները փորձաքննություն անցնեն։ Այդ շենքը ինքը չունի։ Հետևաբար բազմիցս երբ մենք խոսել ենք, թե ինչից պիտի սկսի սա, սկսում է հիմքերից։ Հիմքերը որոնք են։ Նախորդ անգամ մեր պաշտպանները հստակ կերպով ասացին, այն ձայնագրությունների թույլատրելիության սկիզբը, ինչ հիմքով են մարդիկ թույլտվություն ստացել իբր թե ձայնագրություններ անելու համար։ Սա ամենակարևոր հիմքն է։ Բացի դատական գործընթացներից հանրության ուշադրության կենտրոնում է օրեր առաջ կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանի առողջությունը։ Դավիթի փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը հայտնել է, որ բժշկական հետազոտությունները ցույց են տվել փակ գանգուղեղային տրավմա եւ ուղեղի ցնցում։ Իսկ Դավիթի հարազատներն ու աջակիցները դատախազության դիմաց բողոքի ակցիա են անցկացրել, պահանջելով փոխել տղայի խափանման միջոցը, սակայն նրանց հանդիպման պահանջը մնացել է անպատասխան։ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նրանց չի ընդունել։ Ակցիային ներկայ է եղել նաև Անի Աբախյանը։ Այս պաստառը 18-ամյա դպրոցական Դավիթ Մինասյանին աջակցելու եկածների հիմնական ուղերձն էր։ 18-ամյա դպրոցականն առողջական շատ խնդիրներ ունի եւ նրա կյանքը վտանգված է կալանքի պայմաններում, պնդում էին հավաքվածները։ Ստեղծված իրավիճակը կարող է անդառնալի ազդեցություն ունենալ նրա հոգեբանական վիճակի, կրթության եւ ապագայի վրա, ինչպես նաև առողջության։ Մենք համոզված ենք, որ տվյալ իրավիճակում կիրառված խափանման միջոցը անհամաչափ ծանր հետևանքներ է առաջացնում, հատկապես հաշվի առնելով Դավիթի տարիքը եւ առողջական վիճակը։ Դատախազության դիմաց հավաքված քաղաքացիները Աննա Վարդապետյանի հետ էին ուզում հանդիպել, պահանջում էին փոխել 18-ամյա Դավիթի խափանման միջոց կալանքը։ Ունի բազմաթիվ կրկնում եմ նորից, որտեղ խոսել ենք մայրիկի հետ, խոսել ենք պաշտպանի հետ, անհամատեղելի կալանքի հետ հիվանդությունները երեխան չպիտի լինի։ Ու ես այսօր այստեղ եմ ասելու այդ վերևի մարդուն, որ չպիտի էս երկրում խոսքը, չպիտի էս երկրում վերաբերմունքը, քաղաքական հայացքները եւ նման բաները միանգամից կալանքի տարվի, դա նորմալ չի։ Դատախազը չիջավ, չհանդիպեց քաղաքացիներին, իր գրասենյակում չընդունեց նրանց։ Միակ հնարավորությունը, որ տրվեց, դիմում ներկայացնելն էր։ Մեզ հասարակ մահկանացուներից չընդունեց, գուցե կոստյումով չէինք դրա համար։
Փաշինյանի հետ հանդիպումից հետո 2 ամսով կալանավորված Դավիթի դեմ չի այս քայլերը։ Փաշինյանը պայքարում է 18-ից 25 տարեկան երիտասարդների դեմ։ Մեծ այդ զրույցում ընդգծել է 44-օրյա պատերազմում զոհված Դավիթ Գևորգյանի մայրը Ալիսա Գևորգյանը։ Հանցավոր ռեժիմ, հանցագործ ռեժիմ, որի գործունեությունը աղետ է բոլորի համար, բայց հատկապես ես ինչքան հասկանում եմ 18-ից 20-25 տարեկան երիտասարդների համար։ Ինչով է պայմանավորված այս ուժի նման ատելությունը, այս հատկապես տարիքային այս շեմի խավի հանդեպ չեմ կարող բացատրել։ Միակ բացատրությունը, որ կարող եմ ունենալ, մեր հարևան ոչ բարեկամ երկրների գենետիկ ատելությունն է մեր ժողովրդի եւ նրա առողջ սերմի նկատմամբ։ Դավիթը գերազանց սովորող աշակերտ է, առողջական մի շարք խնդիրներ ունի, բայց դրանց հակառակ պարապում էր, որ բուհ ընդունվեր։ Շատ երազանքներ ունի։ Նա իր ոտքով պատարակի գնաց, հետո քրեակատարողական հիմնարկ տեղափոխվեց, կեղծ մեղադրանքներով, հետո պատգարակով հիվանդանոց։ Մտահոգիչ։ Ուղղակի այդքան ոչ, Դավիթը լավ չի, Ժորժ ջան։ Դավիթը լավ չի։ Երիտասարդներին ճնշելու գործիք է կիրառում իշխանությունը հատկապես այս փուլում ընտրությունից 2 ամիս առաջ, կարծում է հանրային գործիչ Սամվել Աշոտյանը։ Ասում է, փորձում են վախեցնել, ճնշել երիտասարդներին։ Իրանք ազդակ են ուղարկում ընդհանուր երիտասարդությանը, որ ձեզ խելոք պահեք, որովհետև ոչ մեկը երաշխավորված չի, որ մենք ձեզ էլ չենք բանանելու, էլի այդ կարմիր գծերն անցնենք, ձեզ էլ չենք կալանավորելու, էլի ինչ-որ բաների համար, ցանկացած ինչ-որ բանի համար։ Զուգահեռ իրականությունում Դավիթի դասընկերներն ակցիաներ են իրականացնում մարդու իրավունքների պաշտպանի, Եվրամիության, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի եւ դատախազության դիմաց։ Պահանջում են խնայել իրենց ընկերոջ կյանքը։ Լրագրողների հետ զրույցում մարդու իրավունքների պաշտպանն արձագանքել է, միջնորդել է փոխել Դավիթի խափանման միջոցը, թե ում է ասել, ինչ պատասխան ստացել, մարդու իրավունքների պաշտպանը չի հստակեցրել։ Այս եւ քաղաքացիների պահանջին ի պատասխան փաստաբանները այսօր ստացան վերահսկող դատախազի արդեն մուտքագրված նոր բողոքը, որ ներկայացրել էր ի վնաս Դավիթի այն պայմաններում, երբ դատարանն ամբողջությամբ բավարարել էր մեղադրող կողմի պահանջները։ 18-ամյա աշակերտի առողջական վիճակն աստիճանաբար ծանրանում է։ Ծանրանում իրեն վերագրվող հոդվածի պես, որը ըստ փաստաբանների իրավական որևէ հիմք չունի։ Ճնշում, խեղճացնում են երիտասարդներին։ Անիա Բաղյան, Մհեր Դավթյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Մինչ հանրությունը պայքարում է կալանավորված Դավիթ Մինասյանի կրթության իրավունքի վերականգնման համար, Շիրակի սահմանամերձ յուղերում դպրոցների դռները մեկը մյուսի հետևից փակվում են։ Երեխաները ստիպված կլինեն ամենառավոտ 10 կիլոմետրեր անցնել այլ յուղերում դպրոց հաճախելու համար։ Կարմրավան, Գոգհովիտ, Աղվորիկ։ Այս համայնքներում բնակիչներն արդեն անհանգստացած են։ Ինչ միջոցառումներ են նախատեսված երեխաների անվտանգ տեղափոխման համար եւ ինչ հետևանքներ կարող է ունենալ այս օպտիմալացումը համայնքների ապագայի վրա, Սեդա Մակարյանի ռեպորտաժում։ Իմ լացս կգագի ֆեսորին գյուղս կկայկայվի։ Շիրակի մարզի Աշոտք համայնքի մի քանի տասնյակ գյուղերում փակվում են դպրոցները։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության որոշմամբ այս բնակավայրերի երեխաները ստիպված պիտի լինեն ամենառավոտ 10 կիլոմետրեր անցնել այլ բնակավայրում դպրոց հաճախելու համար։ Լուսինա Ավետիսյան դպրոցի տնօրենն գիտես իշխանն չարժվի որ դպրոց ունենանք։ Ինչ կան այն աշխատավարձ ստանում շատ չնչին գներով աշխատում էին, պայքարում էին, բայց այսօր դպրոց կքանդեն գեղերը։ 2021 թվականի նախընտրական քարոզարշավում, ապա արդեն որպես կառավարություն իշխող քաղաքական ուժը խոստացել էր 500 դպրոց կառուցել։ Շիրակում պատկերն այլ է։ Ամասիա եւ Աշոտք համայնքներում, Գյումրիում, Անի ու Ախուրյան համայնքներում մի քանի տասնյակ դպրոցներ փակվել են կամ փակվելու ճանապարհին են։ Հայ-թուրքական սահմանին գտնվող Կարմրավան գյուղը դրանցից մեկն է։ Դպրոցի տնօրենից ու ուսուցիչներից գյուղում գոհ են։ Նախարարության որոշումից դժգոհ։ Մեկը 6-րդ դասարան, մեկը 4-րդ դասարան, մեկն է առաջի դասարան բդի էստա։ Ուր տանինք երեխեքին։ Հնարավորություն չկա։ Ուր տանինք։ Ստեղի ձմեռն շատ սաստիկ ձմեռ է եղնում։ Ուր տանինք երեխեքը, եթե տանինք
Յուղից յուղ ամեն օր ճամպեկը փաջորեմս պետք է երեխեքը մնան անգրագետ, չպետք է կրանանք դպրոցտանինք բերենք։ Նախարարությունը վստահեցնում է, խնդիրներ չեն առաջանա, իրենք ճանապարհներն էլ կկառուցեն, երեխաների տեղափոխության համար տրանսպորտի միջոցներն էլ կապահովեն։ Որոշումն էլ դպրոցների օպտիմալացում են համարում։ Դպրոցներ տանող ճանապարհները վերանորոգվելու են, ինչը կնպաստի երեխաների անվտանգ տեղափոխմանը։ Երեխաների բնակավայրից բնակավայր տեղափոխումն իրականացվելու է հատուկ երեխաների համար նախատեսված տրանսպորտային միջոցներով։ Աշոտքում չեն հավատում խոստումներին։ Ասենք ես երեխես առաջի դասարան է գնացել, ելնի այդ տրանսպորտին են կան սպասի որ մինչև այդ 6-րդ դասարանի երեխես դասից ելնի որ նոր էս առաջի դասարանի երեխեն տուն գա։ Ինչ պետք է եղնի, թող այս հարցը կարգավորեն, մարզպետարանից կարգավորեն, դպրոցը չփակվի։ Մինչ կարմրավանցիները մարզպետարանին հորդորում են լուծել հարցը, մարզպետարանից բոլոր դպրոցների տնօրեններին հորդորում են չխոսել լրագրողների հետ։ Մեր նկարահանման ժամանակ էլ դպրոցների տնօրենները հրաժարվեցին կարծիք հայտնել։ Մարզպետարանը նախազգուշացրել էր լրագրողներին նույնիսկ դպրոց չթողնել։ Շիրակում այլ մտահոգություններ էլ ունեն։ Առանց դպրոցի դատարկվելու են, առանց այդ էլ դատարկվող սահմանամերձ գյուղերը։ Դիք շատ սխալ բան է, աղջիկ ջան։ Դպրոցը փակելով գյուղն էլ հետը կդատարկվի, քանի տուն բանկա, այնե թոնի կերտան։ Գյուղը մնա անդերուտուս։ Կարմրավանցի այս ընտանիքը չի պատրաստվում իրենց երեխաներին մի քանի գյուղ այն կողմ դպրոց տանել։ Փոքր են, ով կթողնի նրանց միայնակ մի քանի գյուղ գնալ ու վերադառնալ, ասում է ընտանիքի տատիկը։ Թորնիներս մեկ երկրորդ դասարանը, մեկն 4-րդ դասարանը։ Ով կթողնա իր այդ երեխեքին ներտան ուրիշ տեղեր։ Դեղ էշտելուն ուրիշ գյուղեր էշտելուն կեշտան Լենինական, լավ քաղաք տեղեր կեշտան, մակուր իստակ տեսնես մեր ցեխնու չամուրն ու ձունը հարմի առավոտ կայք բուկեր մեր մոդը։ Նույն մտահոգությունն ունեն Գոգհովիտում։ Սոցիալական վատ պայմաններն արդեն գյուղից հեռացրել են երիտասարդներին, հիմա էլ հերթն աշակերտներինն է։ Բացի դրանից, ուսուցիչներն էլ իրենց հերթին կմնան առանց աշխատանքի։ Փակվելու եզերին է, որը փակվելու դեպքում գյուղի բնակչությունը քերենա գյուղից։ Երեխաներին ուրիշ դպրոց հնարավոր չէ տեղափոխել, ինչ ձևի ուզում է տրանսպորտ տրամադրել, չի կարող սպասարկել։ Փոքր տարեկան երեխան գիտեք որ խնամքի կարիք ունի, մյուս էլ հարցերը հետ աշխատատեղերը կվերանան գյուղի հետ 20-22 գոտի աշխատում են։ Աշխատանք չլինի այդ դեպքում, այդքանն էլ կմնան անգործ։ Հայ-թուրքական սահմանին ավելի մոտ մյուս շրջանում Ամասիայում եւս նույն իրավիճակն է։ Աղվորիկ գյուղի ուսուցիչներն ու աշակերտներն այլ գյուղում աշխատանքի ու դասի գնալ չեն ուզում։ Դպրոցները փակվելու հետ մտավախություն կա, որովհետև նախ առաջինը կրճատվեն աշխատատեղերը, հետո գյուղերը կդադարվի, ինչքան որ մնացել են, այս դպրոցների ու աշխատանքի համար են մնացել այս տարածաշրջանի վրա մարդիկ։ Եթե փակվան բնական է գյուղերը լրացությամբ կդադարեն։ Հետո որ ասում են ուսուցումը լավ կլինի, ես կասկածում եմ, հա, կրտահամաներում կրա լավ լինի, ամեն ինչով հագեցված լինի դպրոցները, բայց տեղափոխման հարցը շատ լուրջ է։ 52 ընտանիք ունեցող այս գյուղը դպրոցի շենք չունի, որպես դպրոց ծառայում է համայնքապետարանի շենքը։ Այս դպրոցի փակվելու դեպքում երեխաները պիտի գնան Բավրեի դպրոց, 10 կիլոմետր հեռու։ Տրանսպորտ չի լինի, դրա համար մենք չենք կարող գնալ, այդպես ճանապարհները որ փակվեն, չէ գյուղն եմ ուզում շենացնել։ Շիրակի սահմանամերձ գյուղերում դպրոցները փակելու որոշումը պարզապես կրթական փոփոխություն չէ, այն կարող է դառնալ հերթական հարվածը առանց այդ էլ դատարկվող համայնքներին։ Պաշտոնական խոստումները ճանապարհների, տրանսպորտի ու խնդիրներ չլինելու մասին շիրակցիներին չեն համոզում։ Այստեղ մարդիկ արդեն տեսել են չկատարված խոստումների գինը։ Եթե որոշումը չվերանայվի, Շիրակի այս գյուղերում դպրոցների դռները փակվելու հետ կարող են փակվել նաև տների դռները։ Սահմանն էլ ամայի։ Սեդա Մակարյան, Տարոն Ղանդիլյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։
Մերձավոր Արևելքի մասին։ Մինչ Իրան-ԱՄՆ հրադադարի շուրջ քննարկումները շարունակվում են, հակամարտությունը Լիբանանում չի դադարում։ Իսրայելի հարվածների հետևանքով երկրում զոհերի թիվը հասել է 254-ի, ավելի քան 1000 մարդ վիրավորվել է։ Լիբանանում սուտ է հայտարարված։ Իսրայելի զինվորականները Բեյրութի հարավային արվարձանների բնակիչներին զուգուշացրել են անխուսափելի հարվածների մասին եւ կոչ են արել նրանց տարհանվել։ Ինչ է կատարվում Լիբանանում, ռեպորտաժում։ 250-ից ավելի զոհ, ավելի քան 1000 վիրավոր, ավերված շենքեր ու փլատակներ։ Լիբանանը կրակների մեջ է։ Երկրում սուկ է հայտարարվել։ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ զոհերի թիվը կարող է աճել։ Թրամփի եւ նրա ընկերոջ Նեթանյահուի խոստացած երկշաբաթյա հրադադարը փաստորեն Լիբանանին չէր առնչվում։ Այդ մասին խոսել է հենց Նեթանյահուն։ Իսրայելն աջակցել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերին, որոնց նպատակն է ապահովել, որպեսզի Իրանը այլևս միջուկային, հրթիռային կամ ահաբեկչական սպառնալիք չներկայացնի Ամերիկայի, Իսրայելի, Իրանի արաբ հարևանների եւ աշխարհի համար։ Իսկ Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Վաշինգտոնի եւ Թեհրանի միջև այս հարցում պարզապես թյուրըմբռնում կա։ Վենսը եւս նշել է, որ Միացյալ Նահանգները երբեք չի խոստացել Լիբանանը ներառել հրադադարի պայմաններում։ Մինչդեռ Միացյալ Նահանգներում Պակիստանի դեսպանը հայտարարել է, որ Լիբանանում հրադադարի հաստատումը Վաշինգտոնի, Թեհրանի եւ ներգրավված կողմերի միջև կնքված համաձայնագրի մաս է կազմում։ Ձեռք բերված համաձայնությունների եւ Պակիստանի միջնորդական դերի համաձայն Լիբանանը ներառված է հրադադարի համաձայնագրում։ Այս հարցը լիովին համաձայնեցրել են բոլոր կողմերը եւ դրա վերաբերյալ որևէ անորոշություն չկա։ Լիբանանահայ լրագրող Ծովակ Թազյանը նշել է, հրադադարից ժամեր անց է Լիբանանը դարձել հակամարտության ճակատ։ Վերջին տեղեկություններուն համաձայն արձանագրվեցան առնվազն 250 զոհ եւ 1000-ի ավելի վիրավոր։ Շատ հիվանդանոցներ լեցված են եւ գործեն ծայրահեղ ծանր պայմաններու տակ, մինչ բրգարար խումբերը գշարունակեն որոնել փլատակներու տակ մնացած անձեր։ Հարվածներուն թիրախ եղան ենթադրաբար ռազմական կետրոններ եւ զենքի բայեսներ, սակայն վնասված են նաեւ բնակելի շենքեր, ինչ որ պատճառ դարձավ քաղաքացիական մեծ կորուստներու։ Իսրայելը Լիբանանին ավելի քան 20 հարված է հասցրել, թիրախավորելով Բեյրութի կենտրոնական թաղամասերն ու հարավային արվարձանները։ Իսկ Իսրայելի բանակը հայտարարել է, որ սպանել է Հեզբոլլահի առաջնորդ Նաիմ Քասեմի անձնական քարտուղարին։ Հեզբոլլա շարժումը հայտարարել է, որ մտադիր է պատասխանել Իսրայելի հարվածներին, որոնք հանգեցրել են խաղաղ բնակիչների մահվան։ Իսրայելի հարվածների պատճառով զոհվել է նաև 3 լրագրող՝ լիբանանցի ռադիոհաղորդավար Ղադա Դայեհը, Ալմանարի լրագրող Սյուզան Խալիլը եւ Ալ Ջազիրայի լրագրող Մոհամմադ Վիշահը։ Լիբանանի շուրջ զարգացումները բողոքի ալիք են բարձրացրել Իրանում։ Գիշերը կրկին անցկացվել են զանգվածային հանրահավաքներ՝ ի նշան Լիբանանի հետ համերաշխության։ Ֆրանսիան ու Իսպանիան կոչ են արել հրադադար հաստատել նաև Լիբանանում։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ խոսել է Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունի եւ վարչապետ Նավաֆ Սալամի հետ։ Լիբանանին Ֆրանսիայի լիակատար համերաշխությունն եմ հայտնել Իսրայելի կողմից այսօր հասցված անկանոն հարվածների կապակցությամբ, որոնք քաղաքացիական բնակչության շրջանում հանգեցրել են շատ մեծ թվով զոհերի։ Մենք ամենավճռական ձևով դատապարտում ենք այդ հարձակումները։ Դրանք անմիջական սպառնալիք են ներկայացնում ձեռքբերված հրադադարի մասին համաձայնությանը։ Այս համաձայնագիրը պետք է լիովին տարածվի Լիբանանի վրա։ Իսկ Իսպանիայի վարչապետ Պետրո Սանչեսը փաստել է, որ Իսրայելի առաջնորդ Բենյամին Նեթանյահուն ամենակոշտ հարձակումն է իրականացրել Լիբանանի վրա։ Կյանքի եւ միջազգային իրավունքի նկատմամբ նրա արհամարհանքը անթույլատրելի է։ Ժամանակն է հստակ ասել. Լիբանանի վրա եւս պետք է տարածվի հրադադարի մասին համաձայնագիրը, եւ այս հանցավոր գործողությունների համար անպատժելիություն չպետք է լինի։ Նրա խոսքով միջազգային հանրությունը պետք է դատապարտի միջազգային իրավունքի այս նոր խախտումը։ Եվրամիությունը պետք է կասեցնի Իսրայելի հետ ասոցացման համաձայնագրի գործողությունը։ Երևանը նույնպես անդրադարձել է տիրող վիճակին։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Լիբանանում տեղի ունեցածի կապակցությամբ եւ հույս հայտնել, որ լարվածությունը կթուլանա եւ ռազմական գործողությունները շուտով կդադարեն։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր ցանցերում կամ այցելեք մեր պաշտոնական կայք 3w.abc.media.am։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք, մնացեք խաղաղությամբ։ Բարի գիշեր։